Պատասխանում եմ մեկնաբանությունների, որոնք գրվել են 1000 տարի առաջ, բայց աշխատանքի պատճառով ես նոր եմ արձագանքում։ Մեկնաբանությունը գրվել է «Լսում ենք սոմելիեներին և հասկանում հոլովակի տակը» և եկեք միասին հասկանանք, թե ինչ է նշանակում տերոիրը։ Տերոիր ասելով շատ հաճախ նկատի ունեն այն տարածաշրջանը, որտեղ աճեցվել է խաղողը, բայց տերոիրը միայն տարածաշրջանի ու աշխարհագրական դիրքի մասին չէ, այն մի ամբողջ համակարգ է, որ իր ուրույն ազդեցությունը ունի խաղողի և հետագայում արդեն գինու վրա։ Տերոիրը իր մեջ ներառում է հողի բաղադրությունը, կլիմայական պայմանները, լանդշաֆտը, անգամ այն, թե խաղողի այգիների մոտակայքում ինչ ջրային պաշարներ կան և ինչ բույսեր են աճում, քանի որ դրանք ուղիղ ազդեցություն ունեն խաղողի, հետագայում նաև գինու, որակական և համային հատկանիշների վրա։ Հենց այդ է պատճառը, որ միևնույն խաղողի սորտը տարբեր տերոիրներում ունենում է տարբեր համեր, տարբեր դրսևորումներ և մենք ունենում ենք տարբեր ոճի գինիներ։ Իմացանք, թե ինչ է իրենից ներկայացնում տերոիրը ու ավելին իմանալու համար հետևիր ինձ, որովհետև իմ վլոգում ամենը գինու մասին է, պարզ մատչելի լեզվով։ Բայ։